Առաջինը ուզում եմ նշել, որ բարձրաձայնվում այն հարցը, որ արցախցիների հիմնականում բնակվում են Երևանում, նշեմ, որ Երևանում բնակվում են հիմնական են արցախցիները, առաջինը, որոնց մշտական գտնվելու վայրը եռաբլուրն է, երկրորդը այրվածքաբանական կենտրոնը, որոնք հայտնի է, որ բենզինի պայթյունից միշտ առնչվում են այրվածքաբանական կենտրոնի հետ։ Երրորդ տարբերակով, որ մարդիկ փնտրում են աշխատանք, ու հիմա բնակարանապահովման ծրագիրը նրա համար է գնում, որ գոնե, ասենք չտրամադրեն այդ գումարը, գոնե տանտիրոջ հետ, ասենք պայմանագիր կապեն ու փոխանցվեն գումարները ըստ բնակվարձի։ Ու մինիմալ էլի տարբերակով նշում եմ, որ աշխատանք գտնեն, հանցինս ես աշխատել եմ ու դեմ չեմ աշխատելու։ Ունեմ երկու ծրողներ, երկուսն էլ տարիքային շեմը կազմիրա համար, ոչ միտեղ աշխատանքի չեմ վերցնում։ Հիմա հարցս հղում եմ բոլորին, ով այդ հարցով զբաղվում է, իրենք, եթե հայտնվեին կոնկրետ իմ իրավիճակում, ինչ հարցի լուծում կտային։ Եթե ունենային ծնողներ, որոնք մեկը թոշակառու, մեկը չէ, գտնվում են, ասենք, նշում են տարիքային շեմը բարձր է, ու մարդիկ հնարավորություն չունեն առողջականի համար աշխատեն։ Ես ինքս աշխատում եմ, բայց իրենց առողջականի պատճառով դուրս եմ գալիս բարբերաբար աշխատանքից։ Եթե իմ պարագայում լինեն, եթե ուղղորդեն ես ոնց շարունակեմ, կարող է ես իրենց առաջարկը ընդունեմ, բայց միջ այդ խնդրում ենք, որ գոնե մեր այս բնակարանային ծրագիրը ոչ թե դադարեցին, այլ պատշաճ ձևով հասկանան ոնց կարելի է շարունակել, որ մարդիկ դրսում չմնան։ Ու ես վստահեցնում եմ, որ շատ մարդիկ հայտնվելու են դրսում։ Այս օրերին արցախցիների որոշ մասն էլ ազատության հրապարակում է ակցիա իրականացնում, միանալու եք արդյոք դրանց։ Ակցիային միացել եմ, միանալու եմ, որովհետև ինձ թվում է, եթե մեր վիճակում կոնկրետ շատ հայրենակիցներ ունենք, որոնք հասկանում են, մեր կողքն են, բայց ուզում եմ խոսք հղել են հայրենակիցների մասին, ովքեր, ասենք, վատաբանելով են նշում մեր մասին, ու հարց, դուք մի հատ մտածեք, որ ձեր կյանքը փոխվում է 170 աստիճանով, դուք ինչ կանեք, ուղղակի այդ հարցը չեմ վատաբանում, ոչ մի վատ բան չեմ ասում։ Ուղղակի ինչ կանի տվյալ դեպքում անձը, եթե ինքը հայտնվի այդ մարդու իրավիճակում, կողքից գլոբալ հարցերին հեշտ է ամեն պատասխան տալ, ասել ես սենց կանեմ, գնացեք աշխատեք կամ չգիտեմ ինչ, բայց եթե դու չես գտնվում տվյալ մարդու պարագայում, դու չես կարող ասել, ինքը ուզում է աշխատի, ինքը փնտրում է աշխատանք։ Այո, համաձայն եմ, շատերը չեն փնտրում, բայց մենք պիտի հասկանանք ինչի չեն փնտրում, կարող է իրենց ընտանիքում կան նման խնդիր, որ մարդը չի կարողանում աշխատել։ Իսկ հասարակ ունեք ինչ-որ սպասելիքներ, արդյոք ձեր ձայնը լսելի կլինի կառավարության համար։ Սպասելիքները չեմ կարող ասել, սպասելիքներ կունենամ այն դեպքում, երբ որ արդեն կլինի այդ պատասխանը, բայց հույս ունեմ, որ մարդկանց մեջ կլինի այդ մարդկային սինդրոմը, որ իրանք կհասկանան ինչ են անում։ 40+10 աջակցությունների մասին են եղել խոսակցություններ։ Դուք ստացել եք օրինակ, թե բախվել եք ինչ-որ խնդիրների։ Չէ, ես ստացել եմ, սենց ասեմ, այդ 40+10-ը հենց անմիջապես ես ստանում եմ, միանգամից տրամադրում եմ տանտիրոջը։ Ուստի ես ընդհանրապես խնդիր չունեմ, իսկ թվում է նաև իմ հայրենակիցներն նույնպես խնդիր չունեն։ Եթե դա է խնդիրը, եթե մտածում են մարդիկ այդ գումարները ծախսում են, շատ ես վստահաբար կարող եմ ասել, որ այնքան թանկ է բնակարանները, որ ընդհանրապես չեն կարող մարդիկ այդ գումարը աչուձախ ծախսել։ Եթե խնդիրը դա է, որ մարդկանց է միանգամից տրամադրվում գումարները, կարող են միանգամից պայմանագիր կապել տանտիրոջ հետ ու փոխանցել տանտիրոջը, ոչ թե փոխանցել մարդկանց։ Հանձինս ես 10 դրամ գումար չեմ ստանում բնակարանային այդ ծրագրի գումարից, որտեղ միանգամից փոխանցում եմ տանտիրոջը։ Իսկ ունեք ծանոթներ, որոնք ստացել են օրինակ այդ ծրագրից գումարներ բնակարանին։ Ճիշտն ասած ես չունեմ, ինքս ես ինձ հասնում է, ասենք եթե ոչ Երևանում, հարակից բնակավայրերում եթե գնենք տուն, հարցս ուղղում եմ ծրագրի ղեկավարներին, ասենք 9 միլիոնով ոնց կարելի է գնել բնակարան, 3 հոգով ենք ու ոնց կարելի է գնել բնակարան, ուստի չգիտեմ, ես նշում եմ սահմանամերձ, Արցախը միշտ էլ սահմանամերձ է եղել, 20 թվականից հետո նույնպես։ Եթե շատերը տեղյակ են, մենք ապրել ենք սահմանամերձում, իսկ թվում է նույնը այդ երեխաներին տանել սահմանամերձ ու նշել, որ բնակվեք այդտեղ, այդ մի քիչ խելքին մոտ չի։